ես եկել, ես եմ եկել ցույցի։ Չի սա քաղաքական, հայրիկյան ձեզ մեղադրում են սա։ Ամենասկզբից ժողովուրդը ծափարում էր եւ ողջունում էր։ Ամենասկզբից ժողովուրդը ծափարում եւ ողջունում էր, երբ որ եվրոպական դրոշներն էին։ Հենց որ գործակալները մոտեցան, սարքեցին այս բանը։ Հայաստանում ես ոչ մեկին չեմ մեղադրում։ Ես հասկանում եմ, որ մարդիկ նրանք ովքեր պատրաստ չեն ազատ խոսքի, նրանք ծառայում են նույն KGB-ի գործակալական ցանցին, նույն բռնապետությանը, նույն Սերժ Սարգսյանին։ Դա ակնհայտ իրողություն է, բայց այդ մարդկանց ես չպետք է վիրավորեմ կոպտեմ։ Ես նրանց պետք է աստիճանաբար բերեմ ճիշտ ճանապարհին։ Ճիշտ ճանապարհին բերելը ո՞րն է։ Հայաստանի մի խումբ երիտասարդներ, նրանց 23-ին հետապնդվել են, դիմել են եվրոպական մարդու իրավունքների դատարան։ Սա նշանակում է մեր վերջին հույսը, Հայաստանի քաղաքացու վերջին հույսը եվրոպական քաղաքակրթությունն է։ Այդ պայմաններում, երբ Հայաստանը պայմանագիր է կնքում քաղաքական ասոցիացիան, որը Ռուսաստանը չունի, այդ պայմաններում եվրոպական դրոշը մեր ապագա մեծ դաշինքի դրոշն է։ Եթե այստեղ որոշ մարդիկ գիտակցական մակարդակը չունեն, այդ մարդիկ դա իրենց դժբախտությունն է։ Իմ խնդիրը իրենց օգնելն է։ Այսօր կօգնեմ, վաղը կօգնեմ, մի տարի հետո կլինի։ Դուք կարծում եք 88 թվականին երագույնն էի բարձում։ Նույնը չէին ասում։ Էլի այսպես մարդիկ կային, որ ասում էին, նրանք ովքեր եվրոպական միության դեմ խոսում են, նրանք ուզում են որ Հայաստանը մեկուսանա։ Իսկ մեկուսացած մարդը համեղ պատառ է, հեշտ պատառ է հակառակորդների համար։ Եվրոպական միությունը 28 երկրների դաշինք է։ Ինչպես կարելի է դա համեմատել որևէ այլ բանից։ Ես ոչ նեղացած եմ, ոչ վրդովված, ես գիտեմ, որ մտավոր ցածր մակարդակ ունեցող մարդուն, եթե նա քո հարազատն է, դու պիտի օգնես։ Այստեղ այսօր ես ինչքան կարողացա օգնեցի, վաղը կգնան կմտածեն, մի շաբաթ կողորտան, հետո ամոթից գետինը կմտնեն։ Բայց իմ նպատակը այն չի, որ իրենք ամոթից գետինը մտնեն։ Իմ նպատակն է, որ այսօր իրենք մի բան հասկանան։ Ինձ համար միայն մի բանն է բան, որ ռուսական իմպերիալիզմի բարձր շները, որ երեք հայտարարում էին, որ այս ժողովուրդը դեմ է եւ այլն Եվրոպային քաղաքակրթությանը, մոռանալով որ ես կրկնում եմ մեր այս ցուցարարների նախնական խումբը դիմել է եվրոպական դատարան, չի դիմել ռուսական դատարան կամ չինական կամ պարսկական, դիմել է եվրոպական դատարան։ Վաղը պիտի այսօր այս երիտասարդները իրենց անխոհեմությամբ երիտասարդների այն մասը, որ իրեն ագրեսիվ են, իր անխոհեմությամբ առիթ տվեց, որ վաղը մենք սերնդե սերունդ ամաչենք։